ԱՄՆ նախագահն ու Իսրայելի վարչապետը Սպիտակ տանը ներկայացրել են Գազայի հատվածում պատերազմի ավարտի և տարածաշրջանում խաղաղության հաստատման ծրագիր։ Այն Դոնալդ Թրամփը անվանել է պատմական։ Եթե Համասն ընդունի ծրագիրը, առաջին քայլով պետք է ազատ արձակվեն բոլոր պատանդները ոչ ուշ, քան 72 ժամվա ընթացքում։ Համաս շարժումը պետք է զինաթափվի, իսկ Գազան ապառազմականացվի։ Զինաթափմանն ու ապառազմականացմանը զուգահեռ իսրայելական ուժերը փուլ առ փուլ դուրս կբերվեն Գազայից, սակայն Իսրայելը կպահպանի անվտանգության ընդհանուր պատասխանատվությունը և անվտանգության գոտին։ Կստեղծվի նոր միջազգային վերահսկիչ մարմին խաղաղության խորհուրդ անվանումով, այն կղեկավարի Դոնալդ Թրամփը։ Այս մարմինը պատասխանատու կլինի պաղեստինցիների և միջազգային փորձագետների կազմված Գազայի նոր ժամանակավոր կառավարության ձևավորման համար։ Թրամփն ասել է, եթե Համասը մերժի ծրագիրը, Իսրայելը կունենա ԱՄՆ-ի լիակատար աջակցությունը գործն ինքնուրույն ավարտին հասցնելու համար։ Համաս շարժումը դեռ չի արձագանքել առաջարկին։ Հորդանան գետի արևմտյան ափում գործող Պաղեստինի իշխանությունը նախագահ Մահմուդ Աբասի գլխավորությամբ ողջունել է Թրամփի նախաձեռնությունը, նշել, որ Թրամփի ծրագիրը ճանապարհ է հարթում դեպի արդար խաղաղություն, հիմնված երկու պետությունների սկզբունքի վրա։ Իսրայելի վարչապետը սակայն դեմ է Պաղեստին պետության գոյությանը, ինչի մասին հայտարարել է նաև երեկ Սպիտակ տանը։ Պաղեստին պետության ճանաչումը մի շարք գերտերությունների կողմից, այդ թվում Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության, Ավստրալիայի, Թրամփը համարել է հիմարություն։